վարչապետի այցը ոչ միայն պատարագի համար էր, այլ նաև վարչապետը այդ օրը շրջեց Խաչիկում, ծանոթացավ տնաշինական ծրագրերին, ինչի արդյունքում Խաչիկում մի քանի տասնյակ նոր տներ են կառուցվել, մարդիկ ապրում էին հողե աղյուսաշեն տների մեջ, որոնք որ թեթև երկրաշարժից կարող էին փլվել, եւ հիմա այնտեղ տներ են կառուցվում, Խաչիկում մանկապարտեզ է բացվել, Խաչիկում եկեղեցին է վերանորոգվել գյուղացիների եւ բարերարների ջանքերով, Խաչիկում հրշեջ ծառայություն կա։ Այսինքն վարչապետի այցը նաև այլ հարցեր լուծեց։ Այո, շատ հարցեր լուծեց եւ լուծեց Խաչիկի ոռոգման ջրի հարցը, որովհետեւ Խաչիկում ոռոգման ջուր որպես այդպեսին չկա, խմելու ջուրն էլ շատ քիչ է, քանակապես ինքը սարի վրա է գտնվում գյուղը, որովհետեւ Խաչիկ ունենա ոռոգման ջուր, Արենից պիտի պոմպակայաններով վարփագետի ջուրը մղեն Խաչիկ, դա մեծ ծախսերի հետ է կապված, ինչը որ արդեն լուծման ընթացքի մեջ մտավ պոմպակայաններ կառուցելու տեսանկյունից, եւ մյուսը Խաչիկի ճանապարհի մի մեծ հատվածը բավականին վթարված է, այնտեղ մի լավ գաղափար առաջարկվեց նորավանքից ճանապարհ ուղիղ միացնել Խաչիկին եւ ինքը կունենա զբոսաշրջային նշանակություն եւ նաեւ ռազմավարական նշանակություն։